Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 23 դեկտեմբերի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Գավառի համայնքապետարանը Գավառ քաղաքի օդանավակայանի եւ դրան հարակից տարածքներում անբարեխիղճ բնակիչների կողմից աղբի կուտակում է հայտնաբերել։ Աղբը տարածքներից անմիջապես մաքրվել է։ Համայնքապետարանը խստագույնս դատապարտում է այսօրինակ վարքագիծը եւ զգուշացնում, հաջորդ անգամ այս եւ այդ նպատակի համար չնախատեսված այլ վայրերում աղբաթափում հայտնաբերելու դեպքում կիրառվելու են խիստ տույժեր։ Արարքն իրականացնող բնակիչները ենթարկվելու են պատասխանատվության։ Համայնքապետարանը միաժամանակ տեղեկացնում է այն տնտեսվարողներն ու քաղաքացիները, ովքեր ունեն տարածքից աղբի հեռացման խնդիր, Գավառ համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում հիմնարկի հետ կարող են կնքել պայմանագրեր եւ գործընթացն իրականացնել սահմանված կարգով։ Մասնակցային բյուջետավորում 2025 ծրագրի շրջանակներում Գավառ քաղաքում մարզահրապարակ է կառուցվել, տեղի է ունեցել մարզահրապարակի հանդիսավոր բացման արարողությունը։ Գավառում Street Workout մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը, որպես ուժի խորհրդանիշ կարմիր ժապավենին փոխարինել է երկաթյա շղթան, որի կտրումով էլ նշանավորվում է մարզահրապարակի բացումը։ Բակային մարզահրապարակը կառուցվել է Ազատության 2-րդ փողոցի 2-րդ փակուղու բազմաբնակարան շենքերի տարածքում։ Ուրախ ենք, որ ունենք sense լավ մարզահրապարակ, կարող ենք ընկերներով հավաքվել, լավ ժամանց անցկացնել, նոր վարություններ սովորել, շատ շնորհակալ ենք։ Մարզահրապարակի բացման արարողությանը ներկա են համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի տարածքային զբոսաշրջությունների, ինչպես նաև Street Workout Ֆեդերացիայի մարզիկներ։ Վերջիններիս մարզական ներկայացումները ցուցադրում են մարզահրապարակի հնարավորություններն ու մարզվելու ձևերը։ Վստահ եմ, որ այս մարզահրապարակը նպաստելու է, որպեսզի մեր պատանիները, մատաղ սերունդը, երիտասարդները առաջինը մարզվեն, ձեռք բերեն ֆիզիկական լավ կեցվածք, դուրս կմնա այն բացասական երևույթների շարքը, վատ երևույթներ, ծխել, արատավոր երևույթներ եւ նրանք առողջ ապրելակերպով հետագայում նաեւ հայոց բանակի շարքերը կամալրեն։ Մարզահրապարակը կառուցվել է Street Workout Ֆեդերացիայի հետ ակտիվ համագործակցությամբ, սահմանված չափորոշիչներին համապատասխան, ապահովելով անվտանգ, որակյալ եւ ժամանակակից մարզվելու միջավայր։ Այս խաղահրապարակում մարզվել ցանկացողները կարող են այն առավել գրագետ կազմակերպել։ QR կոդերի միջոցով տեսանյութերը ուղեցույցի դեր են կատարում։ Գավառի բնակիչները, հատկապես երիտասարդները մեծ պոտենցիալ ունեն, որտեղ մենք տեսնում ենք, որ տարբեր մարզաձևերում մեծ պոտենցիալ ունեցող երեխաներ կան, իսկ workout մարզաձևը նաև ինքը հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ հենց բակում սկսեն մարզվել, այսինքն են առաջին սերը դեպի սպորտը սկսի բակից, եւ մենք վստահ ենք, որ այստեղից ձևավորված երեխաները հետագայում կարող են մեծ պոտենցիալ ունենալ ոչ միայն workout մարզաձևում, այլ նաև տարբեր այլ սպորտաձևերում։ Մարզահրապարակը կառուցվել է մասնակցային բյուջետավորում 2025 ծրագրի շրջանակում, կառավարություն համայն համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 23 միլիոն 490 հազար դրամ է, որի 56.6% է Գավառ համայնքի, իսկ 43.4%-ը պետության ներդրումն է։ Պարոն Մարտիրոսյանի հետ համայնքի ղեկավարի հետ մենք շրջում ենք բոլոր բնակավայրերում, մենք փորձում ենք լավագույն փորձ հետագայում հասնել նաև բնակավայրեր եւ վստահ եմ, որ եթե մեր երիտասարդները ցանկանան նախաձեռնող խմբեր ձևավորվեն, հնարավոր է նաև մասնակցային բյուջետավորման 2026-27 թվականներին այսպիսի մարզահրապարակներ նաև ունենանք բնակավայրերում։ Մասնակցային բյուջետավորումը իրենից ենթադրում է ծրագրային առաջարկներ բնակիչների, նախաձեռնող խմբերի եւ կազմակերպությունների կողմից, որոնք քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվում։ Sport Plus ժամանց Գավառում համապարփակ ծրագիրը ներառել է նաև այս մարզահրապարակի կառուցումը, ինչը մշակել ու ներկայացվել է Restart Գավառ երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Կազմակերպությունը արդեն 2 անգամ համագործակցել է Գավառի համայնքապետարանի հետ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում եւ 2 անգամ էլ ունեցել է հաջող ընթացք, որի համար շնորհակալություն ենք հայտնում այս համագործակցության համար եւ բնակչության ցանկանում ենք իրազեկել, որ իրենց ձայնը լսելի է եւ կարող են իրենք էլ առաջարկել եւ իրենք դառնան հենց փոփոխությունների կրողը։ Գավառում իր տեսակով եզակի մարզահրապարակը հանրային, անվճար եւ բաց է բոլորի համար։ Այն նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, երիտասարդների ներգրավվածությունն ու համայնքային կյանքի աշխուժացումը։ Գավառ առաջ! Հայաստան մարզվի! Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։
Գավառ քաղաքում տոնածառի լույսերը վառվեցին տոնական տրամադրությամբ, մուլտհերոսներ, ֆոտոզոնա, շոու ծրագիր, ձմեռպապ հնարավորություն, այս ամենը ամբողջացրին մասնակիցների ամանորյա նախատոնական տրամադրությունները։ Գավառի կենտրոնական հրապարակում նախատոնական տրամադրություն է։ Բնակիչներն այստեղ հավաքվել են մասնակցելու տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը։ Մինչ կվառվեն լույսերը, ներկաները վայելում են համայնքապետարանի կողմից կազմակերպված շոու ծրագիրը։ Փոքրիկներին զբաղեցնում են իրենց սիրելի մուլտհերոսները, ֆոտոզոնաներում լուսանկարվում են, իսկ դիջեյը ապահովում է պարային տրամադրությունը։ Էլ ինչ տոնական միջոցառում առանց ձմեռպապի։ Միջոցառման մասնակիցներին միանում է նաև ձմեռպապը եւ իր ներկայությամբ ամբողջացնում տոնական տրամադրությունները։ Շնորհավոր ձեր նոր տարին։ Եղեք առողջ ու երջանիկ։ Այնուհետև գեղեցիկ սպասումներով ու բարի մաղթանքներով վառվում են տոնածառի լույսերը։ Զարդարված եւ լուսավորված Գավառի կենտրոնական հրապարակը մասնակիցների համար դառնում է իսկական տոնական միջավայր։ Լավ է, շատ հրաշալի էր։ Ամեն ինչի շնորհակալ ենք կազմակերպելու, այսպես գեղեցիկ զարդարելու մեր քաղաքը, թող գալիք տարում միայն հաջողություն տիրի քաղաքում, աշխարհում, Հայաստանում։ Փորձել ենք համայնքապետարանի եւ մեր համայնքապետարանի ենթակա կազմակերպությունների աշխատակիցների ներգրավման, կոմունասպասարկում եւ բարեկարգում համայնքային հիմնարկի աշխատակիցների անմիջական ներգրավվածությամբ տոնական միջավայր ստեղծել եւ յուրաքանչյուր տարի դրան ավելանում են տարբեր ատրիբուտներ, տարբեր դեկորացիաներ եւ վստահ եմ, որ մեր բնակիչները, համայնքայցելողները նորովի են բացահայտում տոնական Գավառը։ Եվ չնայած ցուրտ եղանակին հրապարակ եկած բնակիչները եւ հատկապես փոքրիկները մինչեւ ուշ երեկո վայելում են տոնական Գավառն ու միջոցառումը։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի իլրումն բաժինը։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ Գավառ համայնքի նորատուց բնակավայրի արվեստի դպրոցում տարեվերջյան հաշվետու միջոցառում է։ Միջոցառմանը ներկա են Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, նորատուսի վարչական ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ։ Միջոցառումը մեկնարկում է տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփմամբ։ Հարգարժան պարոն Մարտիրոսյան, ողջունում ենք ձեզ եւ մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մշտապես դպրոցի կողքին գտնվելու եւ աջակցելու համար։ Այս 4 տարիների ընթացքում ընթացիկ եւ կապիտալ դրամաշնորհներով դպրոցը ձեռք է բերել անհրաժեշտ բոլոր սարքավորումները, կոշիկներ, տարազներ եւ անհրաժեշտ ամեն ինչ։ Շնորհակալություն։ Դպրոցի տարբեր բաժինների սաներն էլ ներկայացնում են ուսումնական տարվա առաջին կիսամյակի ձեռքբերումները։ Տարեմուտին կազմակերպված հաշվետու միջոցառումը ներկաներին փոխանցում է նաև ամանորյա տրամադրություններ։ Տարի
Մանում ու հեքիաթ ես ասում, մանում ես անվերջ ու արագ Սիրում եմ պարսկա քո լեզուն, ծերներդ մաշված ու բարակ Նայում եմ մինչև առանձար, գլուխ ես ծնկի տեթևում Նորից ես մանուկ եմ այսար, դրախտելով ինձ իմ հոգում Jingle bells, jingle all the way Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh Թող գալիք տարին լինի սիրո, համերաշխության, առողջության տարի։ Եկեք մի հատ բարձր նորից մեր ջուտիկներին ծափահարենք։ Միջոցառումը հիանալի է բովանդակալից։ Վարդենիսի մշակույթի պալատի Լեփլեցուն դահլիճը հյուրընկալել է ժողովրդական երաժշտության և բարի ազգային կենտրոնի բարեկամություն պետական անսամբլին։ Բարեգործական համերգի գլխավոր հովանավորը Բարձունք 5165 ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությունն է։ Համերգի կայացմանն աջակցել է Վարդենիսի համայնքապետարանը, իդեմս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի։ Վարդենիսի համայնքապետարանը տևական ժամանակ է, որ համագործակցում է Բարձունք 5165 ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության հետ։ Այս համագործակցության ընթացքում իրականացվել են բազմաթիվ կենսական նշանակության ծրագրեր, թե կրթական ոլորտում և թե սոցիալական ոլորտում։ Ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես զոհված զինծառայողների ընտանիքները, Արցախից տեղահանված մեր հայրենակիցները, սոցիալապես անապահով ընտանիքները։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Արցախյան ազատամարտի հերոս գնդապետ պարոն Հովսեփ Հոսեփյանին, կազմակերպության գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանին, որը մշտապես մեր համայնքի, մեր բնակիչների կողքին է։ Ուրախ ենք նաև հյուրընկալել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր բարեկամություն պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Զորաբ Բակալյանին և Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալակիր պարախմբի փորձավար Անի Մինասյանին։ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գալիք տոների, ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ խաղաղ երկինք, ամուր առողջություն և բարեկեցություն։ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը շնորհակալագիր հանձնեց Բարձունք 5165 ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լուսինե Մելիքյանին համայնքում մի շարք բարեգործական և կրթամշակութային ծրագրեր իրականացնելու համար։ Այսօր Վարդենիսում առանձնահատուկ օր է։ Սահմանամերձ այս համայնքում, որտեղ ամեն օրը հստակ զգացվում է հայրենի հողի արժեքը, մենք հավաքվել ենք իրար ուժ տալու,
եւ ապացուցելու, որ միասնականությունը մեր ամենամեծ ուժն ու հարստությունն է։ Այսօր մեզ հետ են այն ընտանիքները, որոնց որդիները, ամուսինները, հայրերը եւ եղբայրները ընկան։ Մենք խոնարհվում ենք տղաների հերոսության առջև։ Մեզ հետ են նաեւ Արցախի բռնի տեղահանությունը ապրած մեր հայրենակիցները։ Ձեր տունը, ձեր հողը, եկեղեցիները ու անցյալի հիշողությունները մնացին այնտեղ, բայց ձեր ոգին, շունչը ու ապագան այստեղ է, եւ դուք Հայաստանի ուժն եք։ Մենք ձեր կողքին ենք։ Վարդենիսը մենակ չէ։ Սահմանապահ համայնքները մոռացված չեն, եւ հայի սիրտը բաբախում է այնտեղ, որտեղից սկսվում է հայրենիքը։
Բարեկամություն պետական անսամբլին եւ գլխավոր բալետմայստեր Զոհրաբ Բակալյանին բարեգործական համերգի աշխատանքներին անմիջական մասնակցության եւ մարզերում ազգային պարի առաջխաղացման գործում ծանրակշիռ ներդրման համար։